Ողջույն, վաստակավոր արտիստ Իրինա Հարությունյանը վաստակավոր մայրիկ է դարձել ամիսներ առաջ, իսկ այս պահին նա համաձայնել է մեզ ընդունել։ Եկեք փորձարկենք նրա խոհանոցային ունակությունները։ Ողջույն Իրինա, հայկական երկրորդ հեռուստալիքն է, քաղցած սպասում են հաղորդումը։ Սպասում են քաղցած, համեցեք։ Դու էլ ես քաղցած։ Ես այս ժամերին չեմ ուտում։ Դուք էլ թե դու էլ, ինչպես շփվենք։ Դու, մենք շփվանից դու եղենք բավարար շփվում։ Կյանքում այո, բայց կադրում, էկրանին։ Չէ, դու։ Դու, լավ Իրինա, գնանք դեպի խոհանոց։ Ինչպես է տրամադրությունը։ Շատ լավ։ Այս ժամերին ճիշտ ասած հաց չեմ ուտում, բայց կպատրաստվեմ, մինչև ժամը կգա միասին կուտենք։ Ես որքանով որ գիտեմ, դու կերակրող մայր ես, ինչպես կարող ես չուտել։ Ես կերակրող մայր չեմ։ Ես ճիշտ եմ։ Հաստատ այդ լուրերը սխալ են, հա, որ երեխա ես ունեցել։ Երեխա ունեցել 6 ամիս, 7 ամիս առաջ։ 5 ամիս առաջ, բայց կերակրում եմ իսկուստվենի կերպով։ Իսկ ինչու՞։ Արհեստական կերակուր։ Հա, արհեստական կերակուրով, որովհետև տենց լավ է։ Չէ, ես վստահ եմ, որ բնական կերից ավելի լավ երեխայի համար չի կարող լինել, բայց ինչև է քո որոշումն է։ Հա, դա իմ որոշումն է ու առողջության ինչ-ինչ պատճառներով, հա, խնդիրների եւ մնացած հանգամանքների պատճառով ես sense որոշում եմ կայացրել, ու sense շատ ավելի հագիստ է եւ լավ։ Երկրորդ տղան ծնվեց։ Երկրորդ տղաս ծնվեց։ Եվ կարծեմ նրանց միջև տարիքային տարբերությունը 15-16 տարի, չէ։ Չէ, այդքան չէ, 14 ամառ։ Շատ հեռու է։ Շատ հեռու է։ Այո։ Կարող է երրորդի տարբերությունը լինի առաջինի հետ։ Տենց էլի, может быть։ Չէ, հիմա չէ։ Չէ, никто ни от чего не застрахован։ Просто նենց երկրորդ անգամ մայրանալու ժամանակ ես հասկացա, որ դա շատ լավ բան է, չնայած առաջինի ժամանակ էլ էի ես ողջունում եմ, որովհետև դերասանուհիները շատ հաճախ խուսափում են երկրորդ կամ երրորդ անգամ կամ ընդհանրապես մայրանալուց, որովհետև դերեր կան, որոնք նրանք չեն զիջում ոչ մեկի։ Ես զիջել եմ բոլոր իմ դերերը, որովհետև ես շատ դերեր եմ խաղացել եւ կոչ եմ անում ու անընդհատ ասում եմ, որ այս տարիքում, իսկ տարիքս 33 ընդհանրապես շատ լավ է երեխա ունենալ եւ լրիվ ուրիշ հաճույք է թե խնամքի առումով թե գիտակցությունը ուրիշ է, հա, երեխայի հետ կապված, որովհետեւ ես տարբերությունը շատ մեծ է։ Իսկ այս պահին որտեղ է փոքրիկը։ Փոքրիկը հիմա սենյակում բաբայ է արել տատիկի հետ։ Այնուամենայնիվ հաղորդման շրջանակներում ինչ-որ մի պահ կնկարենք, թե դու այն մայրերից ես, որ խուսափում ես։ Չէ, ես չունեմ այդպիսի բաներ, թաթիկը ցույց տանք, ոտիկը ցույց տանք։ Չէ, չունեմ տենց բան, ասենք ճիշտ է սուիվերն են ոնց որ բոլոր դերասանուհիները եւ դերասանները, բայց նման բաներ, քանի որ ես բալիկիս հետ գնում եմ զբոսնելու եւ շատ մարդիկ են տեսնում, ինչու՞ չէ, թող եթե մեր տան մեջ Դա այնքան չեն տեսնում, ինչքան հայկական երկրորդ հեռուստալիքի եթերում կտեսնեն եւ արտերկրում է կարող են տեսնել, չեն սպասում KTM կայքում, այնպես որ ամբողջ աշխարհն է տեսնել։ Ամբողջ աշխարհը կտեսնի իմ երկրորդ բալիկին Դավիթին։ Այո, եւ ամբողջ աշխարհը պիտի տեսնի, թե ինչպիսի խոհարար ես դու։ Արդյոք կարողանում ես լավ պատրաստել, թե ոչ։ Ռուսական ինչ-որ բան ենք, այսօր պատրաստել։ Ռուսական թատրոնի դերասանուհի, ռուսախոս, չնայած շատ հետաքրքիր է, որ դու ինտեգրվեցի, դա կոմոդ ավելի լավ ասած։ Հայկական հեռուստա ընկերություններում ես բազմաթիվ դերեր եմ խաղացել, հա, հայերեն լեզվով, ճիշտ է, մի քիչ աղավաղելով հայերեն լեզուն, որովհետև պահիտակ ռուսերենն էր ի հայտ գալիս։ 15 տարի առաջ ընդհանրապես հայերեն լեզուն հենց այդպիսին էր, խառնած ռուսերենի հետ։ Միգուցե, 15 տարի առաջ տենց նոր եկա Հայաստան, սովորելուց հետո եւ տենց ստացվեց, որ մի քիչ ռուսերեն հայերեն, բայց հիմա բավականին ասում են լավացել է իմ սլավառն զապասը։ Շատ մաքուր հայերենով շփվում ես։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Ինչ ես պատրաստելու ենք, ասեմ, տենց մտածեցի, որ շոկ է,
շատ շոկ է Երևանում։ Ամառային տոլմա կարելի է պատրաստել։ Չէ, տոլմա զայլա չկա։ Աղցան կարելի է պատրաստել։ Աղցան դից թեթև ամառային ռուսական սառը ակրոշկա։ Ակրոշկան ռուսական, ռուսական, ոչ թե հայկական թանը խառնում են ընդամենը վարունգով, այլ այնց իսկական տրադիցիոնալ ակրոշկա։ Սալ էլ կա ռուսական ակրոշկա։ Չէ, սալը դա ուկրաինականում է, այստեղ սալը չկա։ Եվ թեթև ամառային խաշլամա։ Հա, շատ հետաքրքիր։ Թեթև խաշլաման որն է։ Խաշլաման ինքը իրեն։ Չէ, որ ասենք խաշլաման, այտենց անունը արդեն մի քիչ ծանր է, չէ՞, իսկ դա ասենց թեթև ինչ որ լավ բանջարեղենով, այտենց գույնավոր բանջարեղենով։ Գառի մսից։ Ոչ, տավարի մսից, ես գառի միս ընդհանրապես չեմ։ Խաշլաման որքանով որ ես գիտեմ, ավելի շատ հենց այդ խաշլամայի ֆենոմենը, որ ինքը լավ ռուսական խաշլաման տավարի մսից, հորտի մսից։ Ռուսական չի, դա կոչենք իմ խաշլաման։ Խաշլама стиль է։ Խաշլամա по-русски, скажем так։ Բարձր, չգիտեմ նույնիսկ համաձայնել թե ոչ, իսկ ուրիշ տարբերակ կա թե միայն այդ խաշլաման է։ Ինչ տարբերակ եք ուզում։ Я умею готовить, но просто я в эту жару не хочу жарить, парить. Я думаю, что эти запахи я терпеть не могу. Ասեմ շատ ժամանակ ես ուղղակի չեմ անում, չեմ տղաս մեծ տղաս շատ է սիրում жарене всякое такое։ Դուք տանը խոհարար չունեք, ես որքանով որ գիտեմ, դու շատ ապահովված դերասանուհի ես եւ կարծեմ բացի այն որ թատրոնով ես զբաղվում, նաեւ ինչ որ բիզնեսներ ունեք, իհարկե դրա մասին չխոսենք։ Ես բիզնեսներ ունեմ։ Ամուսինդ լավ։ Դե ամուսնության պահից կարծեմ դա ընդհանուր կարողություն է արդեն։ Չէ, ես խոհարար չունեմ, մայրիկս է ինձ օգնում այդ հարցերում։ Ես հիշում եմ մայրիկիդ։ Միակ զոքանչն էր աշխարհի, որ քեզ նկատողություն արեց եւ իր փեսային գովերքեց եւ բարձրացրեց, կեցեն։ Դրանում ինքը յուրահատուկ էր, այդ հաղորդումը իմенно դրանով էր յուրահատուկ, որովհետեւ բոլորը միայն այդ ֆրազան էին հիշում, ու անդադ այդ ակնարկում էին։ Որովհետեւ բոլոր զոքանչների համար իրենց աղջիկը ամենաճիշտն է եւ ամենալավը է։ Փեսան մեղավոր է։ Մեզ մոտ ճիշտ է, կարա ինձ թվում է, որ կյանքի փորձը ցույց է տալիս, որ դա ավելի ճիշտ է, որովհետեւ եթե ամեն ծնողը իր միայն երեխային պաշտպանողը երկու կողմանի չնայի եւ ինչ որ միտեղ չզիջեն и так далее, շատ много семей։ Ամուսինը հավանում է քո պատրաստածը։ Իմ ամուսինը շատ очень редко этим տանը ճաշումը շատ։ Չէ, ես շատ ուշուշ եմ պատրաստում, որովհետեւ շատ ճիշտն ասած, ես շատ սիրում եմ ավելի թխել։ Причем это այնպես պետքա այնպես գա ինձ մոտ։ Ռուսերեն լավ բառ կա, սլատկաեշկա է։ Չէ, այդքան սլատկաեշկա չէ, ինչքան այդ process-ն է դուր գալիս, բայց готовлю это исключительно։ Հայերեն էլ է լավ հնչում, քաղցրակեր, հա։ Քաղցրակեր։ Չէ, քաղցրակեր չեմ, նесмотря на мою комплекцию, քաղցրակեր չեմ։ Բայց որ շատ մեկ-մեկ եմ պատրաստում, բայց մեկ-մեկ։ В основном մաման է պատրաստում, ես մնացած հաղորդման շրջանակներում ես պատրաստում միայն, մինչև չնկարեն չես պատրաստում։ Չէ, դա մեկ-մեկ լինում է առանց կամերայի։ Իսկ եթե պատրաստում, ապա մի հատ կամերա եմ ունեցել, որ տեսնեմ ինձ։ Ես գիտեմ, որ դու շատ հյուրընկալ ես եւ շատ հաճախ հյուրեր ես ունենում։ Հա, թատրոնի ընկերները երևի ընդհանրապես արվեստագետներ։ Ընդհանրապես, հա, ընկերները շատ մեծ է մեր ընկերական շրջապատը, թե իմը թե ամուսնուս, շատ հաճախ, որովհետեւ մեզ մոտ շատ մեծ է, ընդհանրացակ է, հարմար է եւ ընդհանրապես ով որ գալիս է ուզում են էլի գան, դրա համար ես մեծ հաճույքով հյուրերին ընդունում եմ։ Ես անընդհատ Facebook-ում հետևում եմ, որ Յուլիա Ֆինկը եւ Արտյոմը անընդհատ քեսետ են երեկոները անցկացնում։ Հա, ոչ միայն ասենք ընտրելուց, այլ ընդհանրապես մենք շատ հաճախ ենք ճանճ։ Հաճախ ենք հանդիպում ու շատ ժամանակ մեր տանը, որովհետեւ նորից եմ կրկնում, այդտեղ մի քիչ ավելի հարմարավետ է։ Մենք գնումներ պիտի կատարենք թե ոչ։ Մի թեթև գնումներ, որովհետեւ ես մտածում եմ, որ ասենք գնայի կատարեի գնումները գայի։ Հաղորդման շրջանակներում մենք պետք է գնանք Նորզով սուպերմարկետ, այնտեղից գնումներ կատարենք։ Ինչու Նորզով, որովհետև Նորզովը լավագույն սուպերմարկետներից մեկն է մեր պետության, առաջարկում է ամենալավ գները, միշտ ամեն ինչ թարմ է,
Եթե համաձայն ես ինձ հետ, կարող են գնալ գնումներ կատարել։ Համաձայն է, որովհետև մեր տանը շատ մոտ է Զովկը, ու ես շատ հաճախ օգտվում եմ այդ խանութից։ Գնանք։ Ցուցակ պետք է կազմել, թե կարող եմ կազմել եմ։ Որտեղ է ցուցակը։ Էսա։ Ռաս։ Ցույց չես տա։ Լավ, խանութում ցույց կտաս։ Լավ, գնացին гнումների։ Гнացик. То есть ты все заранее задумала. А почему свернула, не показываешь? А что показывать? У меня почерк тут плохой. Я написала, что у меня дома есть, что надо купить. Хорошо. Видишь, галочки поставила. По-моему, у актрис всегда почерк хороший. А у актрис русского театра плохой почерк. У меня замечательный почерк. Просто я не написала разборчиво, и вряд ли кто-то что-то поймет. Эсա классас փոքր ցուցակը քալը։ Չէ, լենա, այստեղ գալочка է, մնացածը մանր մի երկու բան պետք է առնեմ, մնացածը սա արել եմ։ Լավ, գնացինք։ Չբամբասեցինք ռուսական թատրոնից։ Չեմ բամբասում, մանավանդ ռուսական թատրոնից։ Ընդհանրապես թատրոնից։ Չեմ ուզում։ Լավ, չենք բամբասում այսօր։ Պատրաստ ես։ Պատրաստ եմ։ Ցուցակը վերցրել եմ։ Սև մեքենա ես վարում։ Ինչի հետ է կապված։ Ուղղակի տենց ստացվեց, ճիշտն ասած չեմ սիրում սև այդքան մեքենա, բայց ինքը հաստորեն նենց լավն է, ինձ շատ լավ ծառայում է, բայց при первой же возможности поменяю на белую машину, потому что Հայերի համար ուրիշ գույն չկա էլ, կամ սև, կամ սպիտակ։ Չէ, ուղղակի սևը вот буквально вчера я помыла машину, то есть не я помыла, а дала помыть, и вот видите результат. Միևնույն է կարկուտ է անընդհատ գալու, զուրը լվանում ես։ Դե հա։ Բացեմ քեզ համար դուռը եւ գնանք, հա։ Տեսնես ինչ ջենտլմեն է։ Спасибо։ Վա։ Ընդհանրապես ես դերասաններին, արտիստներին սիրում եմ։ Ես գիտեմ, դե տենց ռեժիսոր չկա, որ դիրա դերասաններին, պրոստը մնում է ես քո մոտ աշխատեմ ու դառնամ քո դերասանուհին։ Չէ, տարբերություն չկա։ Ես տաղանդավոր հետաքրքիր անսովոր մարդկանց սիրում եմ, Հիմա ինձ սիրում ես։ Այո։ Դու անսովոր ես։ Իրինա, ինչպես է տրամադրությունը։ Տրամադրությունը շատ բայվոյ է, որովհետև ճիշտն ասած, այս վերջերս ընդհանրապես տենց կուխնյայի հետ գործ չեմ ունեցել, քանի որ ամբողջ ժամանակս տրամադրում եմ երեխային։ Տղայիս, հա, փոքրիկին։ Դրանից հայ թատրոնը չի դժում կամ Հայաստանում ռուսական թատրոնը։ Հայ թատրոնը շուտով է դժ, որ ես դուրս եմ եկել թատրոնից, բայց ինձ թվում է դուրս ես եկել ռուսական թատրոնից։ Հա, ռուսական թատրոնից, բայց ոչ մի հայ թատրոն չեմ գնացել։ Ինչի՞ են ռեժիսորները եւ դերասանները հաճախ դուրս գալիս թատրոնից։ Նրանց վտարում են, թե նրանք ինքներն են թքում եւ հեռանում։ Դե ինչի՞ է երկու տարբերակը լինում է եւ ուրիշ տարբերակ լինում է, որ ռեժիսորների շտատը կրճատում են, հաստիքը կրճատում են, по семейным обстоятельствам, թքում դուրս են գալիս, что-то не устраивает, ну не знаю, հազար причинաներ ա լինում։ Նա դու եւ ռեժիսոր ես եւ դերասան, հա, դերասանուհի, արտիստ, լավ, այսպես ասեմ։ Իսկ որ դերն է, որն է ավելի հետաքրքիր մասնագիտություններով, լինել դերասանուհի, թե լինել ռեժիսոր։ Գիտեք, ամեն Թե վարորդ։ Չէ, վարորդը հետ հետաքրքիր չի, ես արդեն ներվայնանում եմ, ճիշտն ասած, քշելուց շատ եմ հոգնում, մանավանդ մեր երթևեկության մեջ, բայց ինչ վերաբերվում է երկու պրոֆեսիաներ ես շատ եմ սիրում, լինելով բեմի վրա, ես ասում եմ, ոնց կարելի է սա ինչ-որ փոխել նրան, որ ասենք իջնել դահլիճ եւ ինչ-որ Եվ հակառակը, երբ որ լինում եմ դահլիճում բեմադրում եմ, ու как-то так получается, որ մեկը մյուսին երբևիցե չի զիջել կամ ինչ-որ բան չի եղել ինձ մոտ, որ ասեմ, սա ավելի շատ եմ սիրում կամ քիչ եմ սիրում։ Երկուսն էլ հավասարազոր, որտեվ երկու պրոֆեսիայի մեջ, որը իրար հետ կապված են, ասենց տանենց, ես ինձ կոմֆորտն եմ զգում, ինձ թվում է դա ամենակարևորն է։ Բայց ես կարծում եմ այնուամենայնիվ պրոֆեսիոնալիզմը պահանջում է, որ կոնկրետ մի մասնագիտությունով զբաղվեն, որովհետև փորձը ցույց է տալիս եւ Հայաստանում, եւ արտերկրում, եւ հատկապես Ռուսաստանում, որ
Այն դերասանները կամ դերասանուհիները, որոնք ցանկանում են ինչ-որ մի բան բեմադրել, մյուս մասնագիտությունը տուժում է եւ նրանք այդքան էլ լավ չեն տիրապետում ռեժիսուրայով։ Նրանց թվում է թե կարող են, բայց եթե նկատել ես շատ մեծ տարիքում են իրենք սկսում դա հասկանալ։ Երբ որ արդեն դերեր չեն կարողանում խաղալ, թե չեն կարողանում բեմադրել։ Չեն կարողանում խաղալ կամ ինչ-որ արդեն սպառվում են եւ հակառակը։ Ինձ դեռ չի խանգարել, միգուցե մի քանի տարի հետո, ասենք ավելի։ Եվ հատկապես երբ որ բեմադրում են, իրենք էլ խաղում են։ Հա, չէ, դա այդքան էլ չեմ։ Ես խաղացել եմ исключительно по надобности, երբ որ երկու անգամ եմ ներկայացման մեջ խաղացել, որ ես եմ бемадрել, и то не то, что на себя я ставила, а потому что там актриса уехала, забеременела, или я не знаю, по разным таким причинам. Հղիանալը շատ լավ պատճառ է, թող շատ դերասանուհիներ հղիանան եւ դերերից հրաժարվեն։ Желаю։ Դա շատ ավելի ամենակարևոր դերն է։ Կնոջ կյանքում։ Այո, ես պատմել եմ, չէ, որ ես վերջերս մի ռեժիսոր ինձ ասեց՝ «Իռաջան, ես ուր ես կորել, չես երևում»։ Ասի, ես շատ կարևոր գործ եմ անում հիմա։ Ասեցի, ի՞նչ ներկայացում ես բեմադրում։ Ասեցի, ներկայացում չեմ բեմադրում։ Շատ զարմացավ, ասեց, «Բա այդ ինչ կարևոր»։ Ասեցի, երեխա եմ խնամում, նոր եմ ունեցել, ասեց, հա, հաստատ։ Շատ կարևոր գործ է։ Այս թվում է մայրանալը, թե դերասանուհի թե ռեժիսոր է, հաճախ այդպեսին է չկան։ Թատրոններից մեկի ղեկավարը եւ ռեժիսորը։ Լավ, բավականին արագ հասանք նոր զովք, հարևանությամբ նոր զովք ունենք, պաստորեն։ Այո։ Գնանք տեսնենք ինչպես ես գնումներ կատարում, լավ։ Իրինա, գնացինք։ Գնացինք։ Եվ ինչ ենք սկսելու։ Սայլակից, այո։ Մեծ դերասանուհիները մեծ սայլակներ են, էլի։ Այստեղ ուրիշ տարբերակ չկա։ Չէ, 3 չափից սայլակ չէ։ Չէ, սենց, ես էլ ձեզ չեմ ուզում ծաղրաբեռնեմ, դրա համար սենց ավելի հարմար է։ Խնդիր չկա։ Եվ ինչից ենք սկսում։ Դա սենց է։ Ցուցակից։ Ցուցակը այստեղ է, այսա սենց մուտք կանենք այնտեղ, այստեղ չկանգնենք։ Ես անընդհատ ցանկանում եմ հեռուստադիտողին ցույց տալ ցուցակի երկարությունը։ Ցուցակի կարելի է բեմադրել երկու գործողությամբ ներկայացում։ Ասեմ 90%-ը գնված է, բայց մնացել է 10%-ը։ Իսկ ցուցակը գրել եմ միայն ինձ համար։ Ոչ թե ձեզ համար։ Ցետարկի դերասանուհիները սիրում են սուպերմարկետներում լինել, մթեր գնել, թե միայն օծանելիք եւ հագուստ։ Չէ, պատկերացրեք, որ սիրում եմ, բանավանդ որ տենց ինչ որ, բայց ես դա անում եմ շատ մեկ-մեկ ու շատ, ոչ թե ամեն օր։ То есть ես դա անում եմ, ասենք, 2 շաբաթը մեկ, на 2 недели закупаю, потому что каждый день ходить в магазин, у меня просто времени нет. Да, բանջարեղենի բաժնից գնումներ ունենք։ Այո, առնում ենք պղպեղ։ Պղպեղ, ճիշտ է։ Այստեղ է պղպեղը, այո։ Պղպեղը, սրա։ Այս կողմն է, այս կողմն է։ Ինձ ուրեմն այս պղպեղից 30 կիլո։ Մի 3 հատ։ Պահածոներ փակելու համար։ Խորովելու համար եք։ Չէ։ Աղցանի եւ հաշվառման։ Մեկ է գույնավոր պղպեղները կցույց տակ ինձ որտեղ, հա։ Ինա դու կարող ես ասել, քեզ համար կշռեն եւ կմոտեցնեն։ Էս հերիք, հա, նայ մի հատ։ Հիմա մոտեցեք։ Գույներով պղպեղներից 2 հատ արանժևի եւ 2 հատ դեղին։ Ահա։ Մեզ կարտոֆիլ հարկավոր չէ։ Ես գնել եմ կարտոֆիլ, արդեն էլ բանջարեղեն լոբի պետք է չի։ Շատ երկար լոբի։ Այդ մյուս անգամ կեպեմ։ Այ ամառային թեթևը լոբին է, ոչ թե խաշլաման։ Հիմա ես 2 հասուն տղամարդու լոբիով ասենք Չէ, մենք կբավարարվենք միայն եթե բաղադրատոմսը ասես լոբի։ Ինչպես են պատրաստում այո։ Սենց բան ես անում։ Ոնց են մաքրում, մի հատ կմաքրես ես լավ։ Սպրնի հելը։ Սենց տնավարի։ Այնպես անում են որ թելեր։ Ինքը լավ լոբի է, թելով չի։ Չէ, հեռուստադիտող այն երկար լոբին տեսեք ինչպես մաքրեց իրնան։ Կեսը մնաց։ Հեչ էկոնոմնի չեմ, ինչ ասեմ։ Վերցնենք այս լոբին։ Փչացել ենք, չվերցնենք։ Բայց մուսորը ինչ անեմ, ես կվերցնեք այս մուսորը։ Մի հատ հասկանամ ստեղից ինչ է, պետք ինձ էլ ոչ մի բան ոնց որ։ Մի րոպե։ Ծիրան։
մեր բախջայում լիքը ծիրան կա։ Լավ, մենք նկարումը կշարունակենք մսի բաժնում, որտեղ ես գիտեմ միս պետք է գնենք։ Այո, անպայման։ Հա, եւ 2 հատ լիմոն։ Իրինա։ Հա, ես փնտրում եմ մոզաց դերասանուհիները եւ միսը։ Դե խնդրեմ։ Դերասանի միսը։ Այո։ Ինձ պետք է որ այ սենց կտոր, սենց մալադոյ, հա, մալադոյ, ու ինձ մատերն է պետք արեք այդ կողքի զիբիլը կտրեք։ Հա։ Ну, в смысле, это лишнее, не? Հա, ինձ պետք է հա, տենց մատերը սենց կտրատեք, սիրը։ Որքան Իրինա։ Քեզ որքան է հարկավոր։ Կես կիլո, մի կիլո։ Ну, որքան դուք սոված եք, ինչ տեսակի քաղցած եք։ Սովորաբար մսակեր չեմ, բայց միգուցե ամուսինդ կմոտենա կամ չգիտեմ, Յուլիա Ֆինկը։ Հիմա այս լոբին քո համար ենք վերցրել։ Մի հատիկը։ Մի հատիկը։ Ուրա չկա։ Լավ, հեսեք խնդրենք կբերի։ Հա, մի քանի կտորել դրանից կտրել։ Հա, լավ է։ Չէ, որոշումներ կարողանում ես կայացնել, մենք քեզ դրամարկի մոտ սպասենք, լավ։ Այո։ Ես արդեն վերջացնում եմ։ Իրինա։ Հա։ Եվ բավականին երկար սպասում ենք քեզ։ Ասացիր, որ միսը գնում եմ եւ վերադառնա։ Դե հիմա, որ գալիս եմ սուպերմարկետ, մի քանի բան էլ ավել առնեմ։ Հա, չես կարողանում էլի կոնկրետ գնումներ կատարել։ Կստати, իմ մեծ խնդիրն է, ես որ գալիս եմ մի ինչ-որ մի հատ փոքր բանի հետևից, իմ մոտ ցենց ինչ-որ Ստեսում ես, ես ինչ կոնկրետ կարողանում եմ գնում կատարել։ Հիմա Մի հատ լոբի փչացրեցի, ընդամենը 7 դրամ, հա, խնդրեմ։ Մեկ լոբին արժե 7 դրամ։ Հիմա ես սա պատրաստելու եմ։ Կավելացնես խաշլամայի մեջ։ 9582 դրամ եւ ես վճարեմ, լավ։ Տենց է, ձեր պերիդաչայի։ Ես առաջարկում եմ։ Խնդրեմ, շնորհակալություն։ 8 դրամը ոնց են ինձ հետ տալու, այ դա չգիտեմ։ Սանտավիկ չունեք։ Ծամոն մի հատիկ։ Շնորհակալություն։ Գնացինք։ Հա, գնացինք։ Իրինա։ Դա։ Դավիթին խնդրենք թող նկարահանի այն ինչ հյուրասիրեցիր։ Да, это домашний компот։ Այդ մի տեսակ չեմ պատկերացնում քեզ փակելուց։ Ես չէ։ Ես այդ գործից вообще շատ հեռու եմ։ Կոնյակ հյուրասիրեցիր եւ նաեւ Դավիթ, ես խնդրում եմ մոտենաս եւ նկարես։ Իրինան ասեց, որ խոհանոցի իր գաղտնիքը այ սա է։ Ինչ որ հատուկ հոտեր պիտի լինեն խոհանոցում, որ համեղ ստացվի այն ինչ պատրաստում։ Հա, երբ որ խոհանոցը այսենց ստուդիան է, то есть միասին է, պետք է շատ հոտերից խուսափելու համար։ Ну, естественно, վիճկը, хотя վիճկան տենց չի աշխատում, դա համար ես հաղորդման սկզբում ասացի, որ ես չեմ սիրում жарить здесь, мы жарим։ Հեռուստադիտողին ասեմ, որ մինչև նկարահանումը սկսել է այս հատվածը սկսել է, Իրինան ինչ որ աղոթքներ այնտեղ կատարեց, ինչ որ կարմայի հետ կապված, ինչ որ չգիտեմ, միստիկ բուդդայական ինչ-որ արարողություններ, բայց չթողես նկարենք։ Չէ, դեռ չեմ արել, ուղղակի դատարկել եմ բլենդերի մեջ, այն ինչ-որ պետքա պատրաստեմ, արագ լինելու պատճառով, որ արագ լինի, որ ձեզ այդքան չսպասացնեմ, որտեղ ես զգում եմ, որ դուք շատ քաղցած եք։ Բայց ինչ-որ տարօրինակ լեզվով ինչ-որ բաներ էիր ասում։ Աբրկադաբրայի նման, բայց չգիտեմ ինչ։ Չէ, ես պրոստը ռուսերեն էի խոսում, կարող է ռուսերեն։ Ինչ այդտեղ տեղ ունենում, չենք նկարում։ Դեռ ոչ մի բան։ Եթե կարելի է այս կողմ կբերես, Իրինա, այս ցուցադրես հեռուստադիտողին, ինչ է դա։ Ես այստեղ լցրել եմ զեյթուն, подсолнечное масло слобода եւ մի փոքր сахтор. Это очень хорошая закуска такая русская. Это мажется как черная икра, вот так пародия на черную икру называется. Но это очень вкусно. На белый хлеб или на черный хлеб, на любителя мы и то сделаем, и то вот տեսնենք որ Ասային դերասանուներում աշխատավարձի չափը չի երիկում, որպեսզի սև խավիար առնեն, սա պետք է պատրաստեն։ Դե սև խավիարը ինքը շատ հիմա սա կոնտրաբանդ է, դա համար ստեղ սա искусственное, դա համար именалով что оливки они нормальные, поэтому можно это заменить оливками. Но это мы позже сделаем, вы посмотрите, как я это делаю. Զեյթուն, սխտոր, հա? Զեյթուն, սխտոր եւ подсолнечное масло մի քիչ վերջում աղ ու բիբար կավելացնեմ։ А для хашлама мы сейчас будем резать эти цветные. Это раз мы летний. Հիմա это летний
գույներով հագեցած։ Ես ինչ որ բանով կարող եմ օգնել կամ խանգարել։ Խանգարել նկատի ունեմ այն խանգարում ես, որ այնպիսի հարցեր տալ, որ դու շփոթվես եւ չկարողանաս պատրաստել։ Դե, դավայ փորձենք։ Հա։ Ահա։ Լավ, սկսեցինք։ Հարց առաջին։ Ինչպիսի դերասանուհի ես դու։ Ես շատ պարտաճանաչ։ Բավարարված եմ։ Ես տաղանդի չափի մասն էի փորձում։ Տաղանդի չափը ես երբեք չեմ գնահատում, որովհետեւ տաղանդի չափը պետք է գնահատի հերոստադի Այո, հանդիսատեսը հեռուստադիտողը։ Այո։ Եվ ինչ գնահատականներ լսեք քո հասցեին։ Վատ չի, ասեմ, որ ես գոհ եմ այդ գնահատականներից, շատ երկրպագուներ ունեմ ու չաշխատելով 3 տարի արդեն թատրոնում, չբարձրանալով եմ, իմ, ասենք, երկրպագուների քանակը չի նվազում։ Դե երևի թե այն հանգամանքը, որ ես եւ նաեւ հեռուստասերիալներում եմ հանդես գալիս։ Բոլոր դերասանուհիները երազանք ունեն խաղալ այս կամ այն դերը։ Որոնք են այդ դերերը, որ երազում է Իրինան խաղալ։ Ճիշտն ասած, շատ երազանքներ իրականացել են, բայց ինձ թվում է, որ կան դերեր, որոնք հələ ես պետք է խաղամ ու они будут мои любимые роли։ Օրինակ, եթե կարելի է։ Շատ կուզեմ ռուսական ինչ-որ Չեխովի գործերից, որը երբեք չեմ խաղացել, Ирина, Маша, Ольга, Наташа. Нет, я уже выросла из этого возраста. Нина Заричная. Нет, Аркадину я бы хотела. Аркадину, да. Պարզա։ Было такое։ Բայց կարծում եմ ուղղակի Հայաստանը Չեխովյան հանդիսատես չունի կամ 1-2 ներկայացման հանդիսատես ունի Չեխովյանը։ Չէ, պատկերացրեք, որ թերագնահատում եք մեր հանդեսատեսին։ Լավ, 3 ներկայացման, ինչ եմ թերագնահատում։ Որովհետև բավականին Հայաստանում փառատոներ է տեղի ունենում եւ բավականին հետաքրքիր թատրոններ արտերկրից Հայաստանում են լինում եւ ես տեսնում եմ կիսադատարկ դահլիճներ, իդեպ այդ դահլիճներ կարելի է գնալ անվճար, տոմսեր չեն վաճառում փառատոնի շրջանակներում։ Դե շատ ցավում եմ դրա համար, բայց ինձ թվում է Չեխովյան ներկայացումների հանդիսատեսը դա յուրահատուկ է։ 3 դահլիճի ունենք մի խոսքով Հայաստանում։ Կարելի է եւ կամերն է ինչ-որ միտեղ խաղալ եւ բավարարվել։ 20 հոգի նայել եւ մի 700 անգամ խաղալ, հա։ Դա էլ է տարբերակ։ Ոնց որ շատ հաճախ լինում է։ Դուք հարցրեցիք իմ երազած դերը, ես ասացի, ես հիմա հանդիսատեսի քանակով չասեցի դա, որովհետեւ ասենք դա իմ երազանքն է, թե հիմա որ բեմում խաղամ, ինչպիսի հանդիսատեսի հետ, դա արդեն սերիալ, կինո, թե թատրոն։ Եվ սերիալ, եւ կինո, եւ թատրոն, որովհետեւ ըստ հերթականությամբ։ Թատրոն, կինո, սերիալ։ Պարզ է։ Միանշանակ։ Թատրոնը միշտ ինչպիսի դերասանուհի ես չպատասխանեցիր առանձնապես, ինչպիսի մարդ ես։ Տարօրինակ։ Որովհետև Տեսակ հայերենում չել հնչում, հա, երևի какой вы человек, ռուսեն ավելի։ Обычный։ Ահա, տարօրինակ եւ տարօրինակ որպես երևի թե ոչ ստանդարտներին մի քիչ համապատասխան, հա։ Հայ ստանդարտներին, որովհետև դե միայն այն, որ ես դերասան եմ, արդեն շատ բաների մասին է խոսում։ Իմիջիայլոց Հայաստանում դերասանների, հատկապես դերասանուհիների վարկանիշը այդքան էլ բարձր չէ։ Նրանց նայում են մի տեսակ, երկու տեսակ։ Դե սովորական մարդիկ։ Մի տեսակ, երկու տեսակ շատ լավ ասեցի։ Փչացած են։ Վայ։ Չէ, ինչի, ասենք Փչացած բնակավար է, փչացած են։ Հիմա ես կարամ պասպորից անեմ քո հետ, որ լուբոյ բնակավարում շատ ավելի քո ասած բառից ավելի շատ են, քան թե որովհետև Չէ, մենք մեր կառավարությունին չենք քննարկում, թողնենք հանգիստ կառավարության անդամներին։ Это ты сказала, это не я сказала։ Չէ, դա լուբոյ բնակավարի մասին է խոսքը, որովհետև просто մենք այնքան публичные մարդիկ ենք, որ к сожалению, мы все время на виду, и личная жизнь всегда на виду, и всякие интриги, и բամբասանքներ։ Ինա այսպեսի կարծիք կա, որ լավ դերասանուհին կամ դերասանը կարող են խաղալ ամեն ինչ, հա, դա այդպես է, թե չափազանցում են։
Ամեն ինչ ասվածը ինձ համար շատ տարօրինակ է, որովհետև ամեն ինչ ես նկատի ունեմ, որ ամեն տեսակի դեր, թե փոքրից թե մեծ, եթե հետաքրքիր է ինձ։ Այո, ամեն տեսակի դեր ես կարող եմ խաղալ, եթե ինձ հետաքրքիր է։ Դուք հասկանանք, դու Համլետ կարող ես խաղալ։ Չէ, դե կանացի նկատի, չգիտեմ, միգուցե։ Սարա Բեռնարը կարծեմ կին էր եւ Համլետ էր խաղում։ Да չգիտեմ, եթե դու բեմ ադրես, միգուցե եւ խաղամ։ Я все время напрашиваюсь, դու զգում ես։ Ես կարծում եմ, որ մոտ ապագայում հնարավոր է այդպիսի մի պրոյեկտ։ Մենք համագործակցենք։ Այո, կյանքը ցույց կտա։ Ես մեծ հաճույքով կաշխատեմ։ Ես հիմա պետական թատրոններում ոչինչ չեմ անում եւ չեմ ցանկանում անել, ավելի շատ կոմերցիոն ներկայացումներ եմ անում Հայաստանում, բայց արտերկրում բեմադրում եմ այն, ինչ ցանկանում եմ։ Ես արտերկրում չգիտեմ, բայց օձիվներով ես գիտեմ, որ դու բավականին հետաքրքիր։ Ո՞վ է քեզ համար լավագույն դերասանուհին Հայաստանի Հանրապետության մեջ։ Բացի քեզնից, քո անունը չենք քննարկում։ Կամպոտ խմի, սուրճանավելով։ Այդպեսի տեսար ծուղակը գցեցինք։ Լավ, ով է լավագույն ռեժիսորը Հայաստանի։ Մրցանակաբաշխություն ենք հիմա անցկացնում։ Ըստ արտավազդ մրցանակաբաշխության նկատի ունես։ Չէ, ընդհանրապես քեզ համար արտավազդ մրցանակաբաշխությունը կարող է ինչ-ինչ պատճառներով։ Ես չեմ կարող կոնկրետ ասել ով է, բայց գիտեմ, որ շատ բավականին հետաքրքիր նոր ռեժիսորներ կան, որոնք հələ դեռ տենց շատ ասպարեզ չեն դուրս եկել, որովհետև հները շատ են ճնշում։ Լավագույն հայկական ֆիլմը քեզ համար, ըստ քեզ։ Մեր Մանկության տանգոն, հա, ու Գիքորը։ Այո, որովհետև լավագույն վերադառնանք մեր արտման շրջանակներում, լավագույն ուտեստը հայկական քեզ համար։ Հայկական ուտեստը, ես չգիտեմ դա հայկական է թե չէ, բայց ես շատ եմ սիրում խորոված։ Չգիտեմ դա հայկական է։ Դե չէ, հայկական չէ, բայց Չեմ sense տրադիցիոն, մանգալի մոտի խորոված, ոչ թե sense ռեստորանի խորոված։ Այ մանգալի մոտի խորոված։ Իդեպ ասեմ, որ ես sense արդեն շարեցի այս ամեն ինչը։ Ամեն ինչը թվարկենք, լավ ինչ է։ Միսը, պղպեղը, գույնավոր, պամիդորը, սուրենի լոբին։ Լոբին, այո, խնդրեմ։ Այս ես սպեցիալը sense կպցրել եմ։ Բայց եթե համը փչացնել է, կարող ես լոբին առանձին էփել ինձ։ Լավ, ես ես առանձին կտապակեմ, հետաքրքիր։ Չէ, հետաքրքիր է, մեջ թող։ Սենց գցեմ։ Լվա ուղակի, ասում պետք է լվա։ Իրա դու ծնվել ես Հայաստանում։ Այո։ Մեծացել ես Հայաստանում, սովորել ես Մոսկվայում։ Ոչ, ես սովորել եմ Տամբովում։ Տամբովում։ Շատ լավ։ 7 դրամանոց լոբի Եթե ված ստացվի, ուրեմն Սուրենի լոբին։ Ված ահանջում Սուրենի լոբին։ Բայց ես չի թող, что это всё испортит։ Որ արդեն մի քիչ եփվի, նոր արդեն կարտոշկյան պատրաստել եմ արդեն, որ դեր ժամանակը խնայելով մաքրել պատրաստել եմ, այդ ժամանակ ես արդեն ծնվել մեծացել ես Հայաստանում, ինչ է տվել քեզ հայրենիքը Հայաստանը։ Ամեն ինչ։ Օրինակ։ Սիրում եմ Հայաստանը։ Չնայած վերջերս ցավոք անընդհատ ինչ որ ռազաչիրավանյաներ է ինձ մոտ լցնում եմ սա ամեն ինչը գարեջրով այո ջրի մեջ չենք եփում այլ գարեջրի այո գարեջրի գինու տարբերակ էլ կա որքանով որ ես կիսով չափ որ մսին այսենց փակի մի փոքր այո Ինչ այլոց գիտես չէ որ հիմա կաթսաներ կան որոնց մեջ կարող ես ջուր չավելացնել եւ այդպես եփել ուղղակի շատ թանկ արժեն այդ կաթսաները Դե չգիտեմ թանկ արժեն թե չէ, ես չգիտեմ սա թանկ արժի թե չէ, բայց գիտեմ որ սրա մեջ շատ համով է պատրաստվում, դա համար ասենք не стал էքսպերիմենտировать։ Միացյալ Նահանգներում ինձ ստիպեցին այդ կաթսաներից գնել, իհարկե որոշ մասը գնեցի, որոշ մասը նվիրեցին ինձ։ Բայց արժեր։ Трах тебе дох тебе дох։ Հա, այդպես այո։ Դե ասացիր կալդու է դրա համար։ Չպատասխանեցիր այն հարցին ինչ է տվել Հայաստանը, ասացիր ամեն ինչը ոչինչ է։ Նշանակում է կոնկրետ պատասխան չունես։ Ամեն ինչ ասեմ։ Նույնն է ոնց որ ես հարցնեմ ինչի համար է սիրում ամուսնուդ, ասես ամեն ինչի համար սիրում եմ։ Տենց էլ է պատահում։ Չէ, այդպես չի կարող պատահել։ Ինչ որ բնավորության գծեր կան կամ արժանինքներ կան, որոնց համար կարելի է մարդուն սիրել կամ չսիրել։ Եվ հայրենիքը նույնպես։ Հայրենիքը սիրում եմ
Որովհետև քեզ տվել են կոչում, կարծեմ, չէ՞։ Ժողովրդական արտիստ թե վաստակավոր։ Ինձ հայրենիքը չի տվել, ինձ Հայաստանի նախագահն է տվել կոչում։ Չէ, Հայաստանի նախագահը Ես ավելի մի քիչ գլոբալ եմ հասկանում քո հարցը, դրա համար եմ մի քիչ սենց։ Հայաստանի նախագահը հայրենիքը չի, Հայաստանը, չէ։ Ոչ, Հայաստանի նախագահն է, իսկ հայրենիքը նկատի ունեմ, որ ասենք ավելի գլոբալ առումով ինձ շատ բան է տվել։ Նա էլի ազորված տալու նա է տալիս։ Դե միգուցե, հիմա դու ինձ ուզում ես շփոթացնես, այս չեմ շփոթվի։ Ես իմ գործը շարունակում եմ անել։ Ուզում եմ հասկանալ, ցանկանում եմ հասկանալ, թե ինչ է տալիս հայրենիքը մարդուն։ Ես օրինակ կադրից դուրս կպատասխանեմ ինձ ինչ է տվել։ Ընտանիք, լավ։ Ընտանիք կարող է ունենալ Դե տենց որ հաշվեք բոլորն էլ ամենտեղ ամեն ինչ կարող են ունենալ։ Սոչիում թե Ուլան-Ուդեում դա կապ չունի, բայց մեր հաջորդ գործողությունը ո՞րն է։ Մենք սա ինքը սկսվում է եփվել, ես հիմա ձեռքերս լվանում եմ ու սկսում եմ աղցանը պատրաստել։ Ընդմիջենք եւ կշարունակենք, лав։ Вот мне отвечать на то, что это дала Родина. Скажи, что такое Родина? Родина это если им говна, джура, ота. Да, ну вот. Я такой, потому что я родился в этой среде, дышал этот воздух, пил эту воду и так далее. Общался с природой, которая Я не могу однозначно ответить на этот вопрос, потому что не все мне это Родина дала. А так... Вот это другой вопрос. Да, а ты говоришь, что дала. Я говорю, ну, очень многое, все. Скажем, что я живу. Ты свою первую любовь встретила тут, наверное. Это же... Ты че? Тамбов умер? Չես հիշում։ Չեմ հիշում, ես հիշում եմ իմ դասարանում եւ այլն։ Մանկապարտեզում նույնիսկ։ Մանկապարտեզից դասատուին էի սիրահարված, հետո դպրոցի դասատուին։ Դասատուին էի սիրահարված։ Ես մանկապարտեզում հա սիրահարված եղել եմ, հիշում եմ ինչ որ տենց պահեր եղել է իմ կյանքում։ Իրինա, շարունակենք։ Այո։ Եվ Հիմա обещанная окрошка, русская окрошка, настоящая русская окрошка, где входит много ингредиентов. Բայց ինչով է ռուսական, այդ չեմ հասկանում։ Որովհետև մեջը կալբասա կա, ձուկ կա։ Ինչպես եւ չեմ հասկանում, արդյոք Հայաստանի ռուսական թատրոն հարկավոր է թե ոչ։ Միանշանակ հարկավոր է։ Ինչի է հարկավոր։ Ինչու անգլիական կամ չինական հարկավոր չէ, ռուսական հարկավոր է։ Որ մեր подрастающий поколение իմանա, во-первых, мы в таких отношениях с Россией, ռուսերեն իմանա։ Բայց դա լավ է, որ այսպիսի հարաբերությունների մեջ են, կամ ինչ հարաբերությունների մեջ են։ Լավ հարաբերությունների մեջ։ Լավը որն է, աշխարհի բոլոր երկրներին ներվում են պարտքերը եւ զենք են նվիրում։ Կներես Սորոջան, մի վարքյան, ես ասեմ, Դավիթին ինչ է, այստեղ թթվասերն եւ մածունը, ասենց в равном количестве խառնում ենք, լավ զբիվаем, чтобы не было там։ Բաժիներով խառնում ենք թթվասերը եւ մածունը։ Հետո Ահա։ Դա դու մնացածն է դու պատմի, ես գործադեմ։ Ուղղակի դու պիտի մոտ ապագայում ես կարծում եմ ռուսական թատրոնը կդառնա անգլիական թատրոն եւ դու արդեն պիտի դինես, այո, կամ գերմանական թատրոն։ Պիտի աշխատես հայկական թատրոնում ստիպված։ Ահա։ Հայերեն սովորել։ Ես նորից եմ կրկնում, ես Եթե դու մենք քննարկում ենք ինչ է տվել քեզ հայրենիքը, ես չեմ կարող այդ թեման շարունակել, ինձ հետաքրքիր է դու ինչ ես տվել հայրենիքին Հայաստանում։ Ես քիչ բան չեմ արել իմ ոլորտում, по крайней мере, ես ինչ իմ արվեստով, հա, իմ գործով շատ մարդկանց ինչ որ մի բան հույսով եմ որ տվել եմ, ռեժեմ կարտոշկու վարոն։ Ռուսալեզու մեր հայրենակիցներին։ Ոչ միայն ռուսալեզու, ինչու միայն ռուսալեզու։ Ինչի՞ է քեզ տվում որ մեր ռուսական թատրոն այցելում են միայն ռուսալեզու հանդիսատեսը, գալիս են եւ հայալեզու, որոնք даже սինխրոն переводчикներ ա եղել։ Ինչալես դու բավականին երկար տարիներ կոնֆլիկտի մեջ ես կարծեմ ռուսական թատրոնի հետ, լուծվեց այդ հարցը թե չէ։ Ինչպես ես Սունդուկյանի հետ, մենք նման ենք, մեր ճակատագրերը նման են։ Նման են, բայց ես քեզ ասեմ, դու ասում ես ռուսական թատրոնի հետ կոնֆլիկտի մեջ է։ Թատրոնի հետ հնարավոր չի կոնֆլիկտի մեջ լինել, որովհետև թատրոնը դա բնականաբար հասկանում ես ինչ եմ խոսում, հա։ Թատրոնի աշխատողների հետ, ղեկավարության հետ թատրոնի։ Փոքր անախորժություն, որը ինձ թվում է ժամանակի ընթացքում այդ ամեն ինչը կպարզաբանվի եւ մութ անկյուններ չի մնա մեզ մեջ։ Միջալոցս քեզ ղեկավարները թատրոնի որքան հաճախ պետք է փոխվեն։ Որովհետեւ ղեկավարներ կան, որ արդեն 30-40 տարի ղեկավարում են թատրոնը եւ
Ոչ մի առաջ խաղացում չկա։ Արագ պետք է փոխվեն, նոր շունչ պետք է գա թատրոն, նոր у чем больше молодежи, потому что, к сожалению, ну, взрослые, да, режиссеры, они не идут с ногу со временем. Они остались еще в Советском Союзе и Խոսքով արագ պիտի փոխվեն։ Ես քո հետ համաձայն չեմ, եթե կա այնպիսի լիդեր եւ այնպիսի ղեկավար, որ Ну это так редко бывает. Մարկ Զախարովը կարծեմ Այ Մարկ Զախարովը идет в ногу со временем. Ինքը արդեն 40-50 տարի է։ Այո, ինքը այսօրվա թատրոնը ինքը ճիշտ է հասկանում, այսօրվա պահանջը հանդիսատեսիչ, Надя отрицает тот факт, что չի կարելի на поводу у зрителей идти, то есть вот это им хочется видеть, нет, но մատուցումը, ճիշտ է մատուցում, որ հասանելին է նույն Ինա դու կարող ես թատրոն ղեկավարել։ Շատ դժվար է, շատ։ Ինչու՞։ Չգիտեմ։ Բոլորի հետ լավ լինելը դժվար է, չէ՞։ Թատրոնում ղեկավարը պետք է բոլորի հետ լավ լինի։ Ղեկավարը պետք է բոլորի հետ լավ լինի, հակառակը։ Երբ որ ղեկավար թատրոնում կան մարդիկ, ովքեր պարապեն, ղեկավարի դեմ են աշխատում։ Դա հայտնի է։ Դե ինձ թվում է բոլոր բնակավարներում էլ է դա։ Չէ, հատկապես թատրոնում արվեստում։ Դե հա, մեր ցավոտ թեման թատրոնն է, яйца и это самое картошку и огурец я уже туда положила. Туда летит еще и горошек. Ага, կանաչ ոլոր։ Այո, предварительно помыла. Вот. Ինչ-որ ռուսական սուպիկա դառնում։ Այո, եւ ես կարծում եմ այդ վերջին շտրիխը կանաչ ոլորը ավելորդ է այստեղ։ Մի տեսակ Այդ իսկ ինչի դու խնդիրներ ունես ոլորի հետ։ Խնդիրներ չունեմ ոլորի հետ, ուղղակի մի տեսակ շատ է ստացվում։ Вот. Вот ты сейчас попробуешь, это կասես։ Էլ ինչ պետք է ավելացնես։ Պետք է ավելացնեմ դեռ բան, լիմոն, կիտրոն, ուկրոպ եւ կալբասա։ Երշիկ։ Երշիկ։ Ուկրոպը չկարողացա թարգմանել։ Սամիտ։ Ես հասկանում եմ, որ այնպիսի հարցեր եմ տալիս, որ չես կարողանում կենտրոնանալ, մտքերդ հավաքել եւ խանոցի վրա կենտրոնանալ։ Բայց դու չես զգում, որ ես ինչ արագ պատասխանում եւ գործս առաջ է, наоборот, եւ когда со мной общаются, я очень быстро всё делаю։ Հա, ինձ էլ թվում է խանոցը այս դեպքում տուժում է։ Թատրոնի համար օգտակար է, բայց խանոցը տուժում է։ Ինչի՞ что-то тебе не понравилось։ Չէ, ուղղակի ծրված ես։ Մտքերը թատրոնում են։ Դե բայց գործս առաջ է գնում կարևորը։ Խաշլամայի հետ ինչ է տեղի ունենում ասպային։ Ինքը շատ լավ է։ Միջայլոց էլեկտրական, հա, մասում է տեղադրված ինչու։ Այո, որովհետև ես я могу контролировать, из газа միանգամից սենց ուժը։ Այսինքն ցածր կրակից դեպի բարձր է գնալու, հա, ջերմաստիճանը։ Կեցես։ Չէ, արեստավարժ ես։ Быстро кубиками։ Ինչքան էլ կավերզնե հարցեր տաս, մեկը ես։ Մինչև դու կտրատում ես, ես մեր հեռուստադիտողին հիշեցնեմ, որ մեր հաղորդումները կարող են դիտել Չէին սպասում ԿՏՄ կայքում, կայքը վերականգնվում է։ Ուրա։ Մեր YouTube-յան էջը փակվել էր, բայց հիմա ինչ-ինչ պատճառերով շուտով կլինեն, այո, շուտով բոլոր հաղորդումները կլինեն Չէին սպասում ԿՏՄ կայքում։ Եվ այսքանը պատրաստ է։ Եվ ուկրոպը, то есть Սամիթ, այո, սամիթ ենք ավելացնում։ Այո։ Մինչ այլոց կանաչից վնաս չկա։ Ինչ տեսակի կանաչի ավելացնես, բայց սրա մեջ ավելի համեղ եւ ճիշտ է ուկրոպը։ Կարող ես նույնիսկ ձեռքով կտրատել, լցնել, ասում են այդ դեպքում, երբ որ դանակ չի կպնում կանաչին, էլ ավելի լավն է մնում կանաչը։ Ավելի լավ է ես կտրատեմ, հա։ Եվ նաև, եթե ես չեմ սխալվում, աղցաններ պիտի պատրաստեր, աղցան, չէ՞, ինչ աղցան է լինելու։ Հունական, այդ ամառային ուղղակի բրինզայով եւ անով, ամառային աղցանա, որը տրադիցիոն չի կարող բոլոր սեղաններին պետք է լինի այս սեզոնին։ Եվ կարմիր կանաչ եւ գույնավոր բիբարներով էլի շատ արագ պատրաստվող աղցան։ Աղցանները կտեսնենք արդեն սեղանի մոտ, երբ որ լինենք, լավ։ Ես կարծում եմ խոհանոցում մենք ամեն ինչի մասին խոսեցինք, ամեն ինչի մասին չխոսեցինք, ամենայն դեպս քննարկեցինք թատրոնի ցավոտ խնդիրները այսօրվա, հատկապես ռուսական թատրոնի։ Սա ենք սենց անում։ Եվ վերջ պատրաստ է, հա։
Այո։ Խառնում ենք Եվ մի քիչ ջուր ենք ավելացնում, որտեվ շատ գուստո է, եւ սառույց։ Պարզ է։ Կհանդիպենք սեղանից շուրջ, լավ։ Okay, хорошо։ Հատ նայեմ քաշլամասի ջվիկումը։ Նենց գեղեցիկ է։ Լավ, ջարդեցինք ոսկորները հայկական ու ռուսական թատրոնի, ինչ որ կիսատ մնաց մի բան։ Լուրջ, հեսա շարունակություն ունի։ Բայց այդ միտքը լավ ասեցիր, որ հաճախ են պետք ղեկավարներին փոխել ու գտնել այնուամենայնիվ մի լիդեր, ով որ կարող է թատրոնը առաջ տանել, այլ ոչ թե իր ընտանիքը բարեկամներին կամ տափակ ներկայացումներ։ Միանշանակ ես հետ համաձայն։ Այս կամ այն աստղի չէ, ճակերտավոր աստղի համար սպասարկի թատրոնը, ինչը շատ հաճախ տեղի ունենում հայկական թատրոնում։ Ցավոք սրտի։ Պրիմադոննաներ կան թատրոններում, չէ՞, որոնց սպասարկում։ Լավ։ Ահա։ Միացավ մեզ փոքրիկը։ Ամենակարևորը։ Այլա քաղցած երևում է։ Չէ, նորակ երել։ Եվ մեզ միացավ իմ մորաքույրս, որը մեզ հյուր է եկել։ Որտեղից։ Կարճ ժամանակով Վիեննայից, Ավստրիայից։ Կարճ ժամանակով, բայց 1-2 տարի անց կվերադառնա բնակվելու մշտապես Հայաստան։ Ինչու։ Ինչու ոչ։ Չէ, չի ուզում։ Լավ։ Չի ուզում։ Հայաստանը աշխարհի լավագույն տեղն է։ Австрийское государство нас очень хорошо смотрит, так что я не вернусь. Очень скоро вернётесь. Мекнабанир. В общем, я так долго вас голодными держала. Это вот моя русская настоящая окрошка. Вот это вот скоро мы будем это все кушать. Димац ахцане, вот этот греческий, который немножко с брынзой, немножко банер, ну, очень. Սա ավանդական դանդուր կոչված կանաչիով աղցան է, այո։ Սա вот этот вот оливки, которые заменяющие черную икру. Ага. Այս ավանդական, այո, հիմնական ուտեստը խաշլաման, կոլոբիի հետ միասին եւ այդ վիչինայով եւ գույնավոր պղպեղներով ամառային աղցանը։ Սա իմ տղաս է։ Երկրորդ։ Անունը։ Դավիթ։ Դավիթ։ Սկսենք։ Դե ինչ է։ Դե բարի ախորժակ, շատ հաճելի է։ Նմանապես։ Նորից համեցեք, արդեն ձմեռային ուտեստների։ Դանկի շուզ։ Bitte schön. Почему вы не сказали, что в скором будущем вернетесь в Армению? Армения станет прекрасной страной. Лучше в мире. Вот тогда мы уже скажем, извините, подвиньтесь. Мама, отключили камеру. Визу на 3 года, а потом я не знаю, что будет. Мама, отключили камеру, иди. Իրանց տանը։ Պարզ։ Դու չես գնա, չէ՞։ Վիեննա ապրել։ Սենց որ շարունակվի կգնա։ Սենց ոնց։ Ամեն ինչ դեպի լավն է փոխվում։ Խմիչքներ շատ թե ուտելիքները։ Ոչ, ատմոսֆերա։ Ատմոսֆերան։ Вы опьянённый уходите от меня։ Կարելի է ասել այդպես եւ հա ռուսներն են լավ ասում։ Անապասլեդակ я. Скажу. Թե спою։ Скажу. Баланс։ Հետո ոնց էր։ Напоследок я скажу. Прощай, любить не обязуйся. Դե С ума схожу или восхожу. Օրվա լավ շարունակություն։ Ձեզ էլ շնորհակալ եմ։ Հույսով եմ, որ ելի կայցելեք, բայց ձմռանը։ Խոստանում ենք ձմռանը կրկին այցելել։ Ձմեռային ուտեստներ համտեսելով։ Շատ լավ։ Ցտեսություն, շնորհակալություն։ Приятные гости. Приятно иметь дело с талантливыми людьми. Всегда приятно для них готовить. И, как я обещала, я буду вас ждать зимой. Пока. Սա այն դեպքերից է, երբ հայկական թատրոնը փոքր ինչ տուժեց, բայց հայկական բանակի շարքերում եւս մեկ զինվոր ծնվեց։ Դիմադրենք քաղցին միասին։